Այսօր Լոռու մարզեր այցելի տարածքային կառավարման նախարար փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Ալավերդիում փոխվարչապետն այցելեց համար 2 մանկապարտեզ եւ Ալավերդու բժշկական կենտրոն։ Երկու հաստատություններում էլ սոցներդրումների հիմնադրամի միջոցներով վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Կատարված աշխատանքներից նախարարը գոհ է, սակայն նշեց, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ միջոցներ գտնել բժշկական կենտրոնի երկրորդ մասնաշենքի վերանորոգման համար։ Այս պայդրությամբ երկրորդ կորպուսի ֆինանսավորման հետ կապված դեռևս նախատեսված ծրագրերում որևէ միջոցներ չկա հատկացված, դա նոր ծրագրերի շրջանակներում պետք է քննարկվի արդեն։ Երկրորդ կորպուսի կառուցման համար առնվազն պահանջվում է 320 միլիոն դրամ։ Իսկ առաջիկա օրերին մարզի ոչ պակաս կարևոր խնդիրներից մեկը կլուծվի։ Կառավարությունն ուսումնասիրելով գյուղական բնակավայրերի խնդիրները պարզել է, որ ամենահրատապը խմելու ջրի մատակարարման ու ճանապարհների վերանորոգման հարցերն են։ Մոտգորի ենթաշրջանի 7 գյուղերը սպասարկող ճանապարհի անմխիթար վիճակի մասին խոսվել է բազմիցս։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունում արդեն վերջնական որոշումը կընդունվի ֆինանսավորման վերաբերյալ։ Մենք որոշել ենք հաշվի առնելով ճանապարհի երկարությունը, հաշվի առնելով, որ այն միջհամայնքային է, երթևեկության ինտենսիվությունը այդ ձորում, նոր տեխնոլոգիայով կանենք այդ պինդ գրունտային ճանապարհ է կառուցվելու, որը հնարավորություն կտա նորմալ երթևեկություն ապահովելու եւ գյուղացիներին իրենց առօրյա խնդիրները լուծելու համենայն դեպս այդ հատվածում։ Նատալիա Ուսյան, Արման Տիտանյան, լուրեր։